Coca-Cola-ն եւ Pepsi-ն բարբերաբար գովազդներում մեկը մյուսին օգտագործում են։ Մենք խոսելու ենք, եթե հայերենով ասենք, մրցակցելով համագործակցելու մասին։ Շահերի հետ է կապված, այսինքն որ պահինա ձեր շահերը, այդ երկու ընկերությունների շահերը համատեղվում։ Բայց մրցակիցների հետ բարբերական կոմունիկացիա վարելը, հաղորդակցվելը իմ կարծիքով շատ կարևոր է։ Համագործակցության համար առաջին քայլը իրար ճանաչելն է։ Բոլոր կողմերից հետաքրքիր երևույթ է։ Այո, պետք է դա կիրառվի, բայց չի կիրառվում։ Հիմնադիրներն են իրար հետ պայքարում, բիզնեսի, ոչ բիզնեսները։ 835,000 ֆերմեր են միացել իրար։ Մեկը պատրաստ է որոշումը կայացնել 5 րոպե, մեն մյուսն ասում է, բայց ինձ 5 օր է պետք է որոշումը կայացնելու համար։ Այս չեն հայրենասեր հայերը, մեզանից չեն առնում ղրղզներից կոշիկ են առել։ Ոչ միայն իրենք պետք է վաճառեն, այլ համագործակցեն։ Ցանկացած մարքեթինգի մասնագետ երամսյակում պետք է ցույց տա, թե ոնց է ինքը մրցակցի հետ համագործակցել։ Ողջույն, օգտակար ալիքի եթերում կրկին գործարար մտագրորն է եւ հավաքվել ենք ընկերներով Գևորգը, Սամվելը եւ ես Նարեկը, ողջույն տղաներ։ Ողջույն։ Հուսամ տրամադրությունը լավն է, որովհետեւ իմ կարծիքով մի հատ հետաքրքիր թեմայով է լինելու այս։ Որովհետեւ գցելու ես տրամադրությունը հիմա։ Հա, պատրաստվում եմ։ Մի հատ թեմայի շուրջ եմ ուզում քննարկում ունենանք, քննարկում մտագրո ու նպատակը դուրս գանք դեպի պրակտիկ լուծումներ, այսինքն երևույթի մասին խոսելուց բացի նաև դուրս գանք պրակտիկ լուծումների դաշտ մեր հայկական հայաստանյան բիզնեսի համար։ Երևույթը քողարկված ոչ բարձրաձայն գոյություն ունի շատ շուտվանից, հա, կարող է նաև գոյություն նաև պետությունների հարաբերությունների մեջ, բիզնեսում ինքը հետո դարձավ արդեն բավականին կիրառելի վերջին ժամանակաշրջանում ինքը արդեն պարտադիր երևույթ է բոլոր առաջատար բիզնեսների համար։ Դա չկասի, թեմայը։ Լավ է, չէ, լավ եմ, չէ, կարում եմ, չէ, դա երկար։ Մտածում եմ հիմա խոսալու ընթացքում ինչ թեմա բացի։ Գիտեիր։ Եվ ահա Ուրեմն ես իհարկե չգիտեմ հայերեն տերմինը ոնց կլինի եւ հերթական անգամ մենք խնդրելու ենք մեզ դիտող լսողներին անպայման կիսվեն, հա, որովհետեւ ինչու ոչ միգուցե մենք հայերենով այդ բառի հայերեն տերմին ունենանք, որովհետեւ այնպես չի որ աշխարհում ինքը դες բավականին տարածված է իր անունով անգլերեն, մենք խոսելու ենք, եթե հայերենով ասենք, մրցակցելով համագործակցելու մասին։ Okay։ Անգլերենով իրան ասում ենք competition, cooperation եւ competition բառերը mix են արել։ Այս երևույթը ինքը հենց նա չեմ ասում, այն բոլոր ընկերություններից ում հետ մենք համագործակցում ենք մեր թիմով միջազգային խոշոր ընկերությունների հետ, այս տարվա պլանի մեջ դա առաջնային է դրված, այսինքն առաջի 3 կետերի մեջ է դրված։ Բոլոր այն ընկերությունները իրենց մարքեթինգի թիմը, զարգացման թիմը, վաճառքի թիմը պարտադիր պետք է ինչ-որ մի կոմպոնենտով ցույց տա, որ ինքը մրցակցի հետ ունի համագործակցության ֆորմատ։ Հա, ոչ թե դες դեկլարատիվ, այլ կոնկրետ գործողություններով։ Օրինակները բավականին շատ են աշխարհում, հա, մենք պետք է հասկանանք, որ այդ ամենը հենց այն չեմ ասում, էլի պետություններից է եկել, հա, գերտերությունները շուտվանից դա ցույց են տվել, որ այո, իրանք իրար հետ մրցակցում են, բայց երբ որ պետք է, հա, իրանք իրար հետ համագործակցում են, ինչ-որ մի երևույթ ու ստանում են որպես արդյունք, հետո նորից էլի շարունակում են մրցակցել։ Այսինքն սա այն կարևոր բանն է, որ դու համագործակցություն ասելով մրցակցին այդ սև դաշտից բերում ես գործընկերային դաշտ։ Բոլորը դեռ սիրում են ասել, հա, իմ մրցակից իմ գործ, բայց ունես արդյոք իր հետ ինչ-որ ֆորմատ։ Օրինակներից մեկը օրինակ, որ դրա մասին դեռ հրապարակային չեն խոսում, բայց վառ օրինակ է, հա, երբ որ մենք նկատեցինք, երբ որ էներգետիկների դաշտում շատ լուրջ դեր վերցրեցին էներգետիկները եւ արդեն գրեթե սկսել էին թելադրել նաեւ այլ համերով, հա, ուրեմն ըմպելիքներ, ինչ արեցին խոշոր երկու ընկերությունները աշխարհի, հա, իրանք շատ արագ նույն սեզոնում լրիվ միամիտ, հա, իրենց տարան փոխեցին եւ բանկան դարձավ նեղ, երկար եւ շատ արագ, հա, էներգետիկների դաշտում իրանք կարողացան նույնիսկ իրենց սեփական էներգետիկները արտադրեցին եւ կարողացան այդ դաշտը իրենց համար ապահովել։ Հետո նորից էլի շարունակեցին իրենց մրցակցությունը։ Խնդրեմ արձագանքեք։ Իրականում ինչ որ ասում ես, դա ճիշտ սկսեցիր, հենց թեման շատ լավն է իհարկե, որ պետությունների մակարդակում է սկսվել, պետությունների մակարդակում էլ որ ասում ենք արդեն ազգային մակարդակում լինի, կարող է տարբեր փոքրիկ խմբակային մակարդակներում, որովհետեւ որ
պատմությունը կարդում ես նայում ես, ասենք շատ դեպքեր կա, որ մանավանդ որ կենտրոնական Եվրոպայում, ասենք 10 տարվա մեջ ինչ ալյանսներ են միջին դարերում ստեղծվել ու քանդվել։ Ասենք այսօր ենթադրենք Լեհաստանը, Լիտվան իրար հետ մրցակցում են այս մի պետության հետ, հետո այն երկու պետությունը կապվում է Լեհաստանը, անջատվում է նրանց կապվում Լիտվայի հետ, ու այսպես միշտ այդ եղել է այդ շարժը, բիզնեսի առումով է շատ հետաքրքիր էր, այսօր բիզնես մոդել կանվասի մասին էի խոսում ու խոսում ենք հենց այդ տեսանկյունից ոչ թե մրցակցության, այլ համագործակցության, ասես բիզնես մոդել կանվասում օրինակ ունենք գործընկերներին ինչպես դարձնենք մեր ոչ միայն մատակարարներ, այլ մեր մարքեթինգային գործընկերներ, մեզ համար մարքեթինգ անեն, սկսեն մեր մասին խոսել, մենք էլ իրանց մասին, եւ հաջորդ մակարդակը մրցակիցների հետ, ինչպես անենք մրցակիցների հետ համագործակցենք։ Այդ շահերի հետ է կապված, այսինքն որ պահին է ձեր շահերը, այդ երկու ընկերությունների շահերը համատեղվում եւ կարևոր կոմպոնենտ է ինչ մրցակից կա այդ նմանատիպ իրավիճակները Նիկոլո Մակիավելին է իր գրքում հատիրակալ է գրքում շատ լավ նկարագրում երբ որ դու միանում ես ալյանսներ ես կազմում ինչ որ մեկի դեմ կամ հակառակը հա տիրակալը ինչ պետք է անի այդ իրավիճակում շատ ավելի հաղթող դուրս գա սա դրա համար պետք է մի կողմից արհեստական չի լինում, զուտ որպես նախաբան այդ իրավիճակը, պետք է հակառակորդ լինի, ինչպես քո այդ էներգետիկների դեպքում նշեցիր, թիրախ լինի, նպատակ մրցակից լինի, որպեսզի այդ նպատակի շուրջ համախմբվեն երկու իրար հետ մրցակցող, բայց ժամանակավոր համագործակցող ընկերություններ։ Մնացածը հետո կշարունակեն հիմա խոսքը Գեոջան փոխանցելով արձագանքը նախ երկրորդ կարևոր կտորը ես կուզենամ մենք որտեղ շատ դեպքերում ասում են այ մենք կդառնանք մեծ կորպորացիաներ հա Հայաստանում կմեծանանք դառնանք խոշոր ընկերություն այդ ժամանակ նոր կմտածենք բայց այնինչ այդ մրցակցելով համագործակցությունը առաջի հերթին հենց վերաբերում է փոքր միջին բիզնեսին չնայած այդ եզրույթը չեմ սիրում հա բիզնեսը այսինքն ցանկացած բիզնես ցանկացած փուլում փոքրադեր ավելի արդիական ավելի ճկուն է եւ հենց այդտեղ որտեղ դրա մյուս վառօրինակը Վալյոնա հա այսինքն երբ որ լիք ընկերություններ ու կուզենամ դրա մասին բացես եւ նախ շատ լավն է թեման իրականում մենք բարբերաբար եղել է որ խոսել ենք այն մասին որ պետք չի մրցակցին միայն որպես մրցակից նայեք որպես համագործակցող գործընկեր եւ այլն բայց իսկ երբ որ տեսական ասում ես շատերի համար դա անհասկանալի է, բայց պրակտիկայում ոնց անես։ Ու իրականում ստեղ դու միտք հետաքրքիր ձևով ասիր մրցակցելով համագործակցել, իսկ ես կուզեմ առանձնացնեմ 3 տարբեր ֆորմատ, հա, այսինքն նախ առաջին հերթին դու պիտի հասկանաս երբ ու ինչ ձևով ես մրցակցում մրցակցիդ հետ, հետո հասկանաս երբ ու ինչ ձևով կարող ես համագործակցես ուղղակի իր այդ որպես գործընկեր եւ որ դեպքում դու հստակ մրցակցելով կարող ես նաեւ համագործակցել։ Իսկ 3 տարբեր ֆորմատ կա, որոնցից 3-ն էլ պետքա տեղավորվի քո, այսպես ասած, բանի մեջ, հա, պատկերացումների մեջ։ Նախ առաջին հերթին իմ կարծիքով ամենակարևոր բանը այն է, անկախ նրանից դու ինչ միտք ունես, ինչքան խորը համագործակցել չհամագործակցելու, բայց մրցակիցների հետ բարբերական կոմունիկացիա վարելը, հաղորդակցվելը իմ կարծիքով շատ կարևոր է։ Այսինքն դու նախ պիտի ստեղծես այդ հողը, հիմքը, ինչ որ բան անել կամ չանելու համագործակցության մակարդակում, հա, եւ երբ որ մենք խոսում ենք փոքր բիզնեսների մասին, հատկապես Հայաստանում ու հատկապես լիք ոլորտներ, որտեղ որ մենք դեռ զարգանալու աճելու խնդիրներ ունենք, հա, իմ կարծիքով հնարավոր չի ինչ որ ոլորտային խնդիր լուծել կամ էկոհամակարգ կառուցել որպես գործարար, եթե դու քո մրցակիցների հետ չհամագործակցես։ Այսինքն ուրիշ բան է, երբ որ դու մենակով սկսես բարձրաձայնել, որ մենք ոլորտում ունենք այս խնդիրը ու փորձես պայքարես այդ խնդրի շուրջ, որը որ բնականաբար քո հատկապես եթե փոքր բիզնես ես քո ռեսուրսների բանը չի, հա, եւ ուրիշ բան, երբ որ դու փորձես համախմբել քո բոլոր մրցակիցներին, ասես ժողովուրդ, մենք ստեղ պիտի համագործակցենք իրար հետ, մեզ բոլորիս խանգարում է միասնական էկոհամակարգային խնդիր։ Բա ոնց մենք բարձրացնենք այս, լուծենք այս խնդիրը, եթե ոչ միավորվելով ու գնալ համատեղ փորձել այդ խնդիրը լուծել։ Իմ կարծիքով բոլոր տեսակ ոլորտային ասոցիացիաներ միությունները որ կան, իրենք յուրաքանչյուրը մեկը մյուսին կարա ինչ որ պահի դիտարկել որպես մրցակից, որտեղ իրանք նույն ոլորտում գործող գործարարներ են, բայց եթե իրանք միավորվել են մի միության մեջ, հետեւաբար իրանք տեսել են համագործակցելու հնարավորություն, չէ՞, ու հետեւաբար իրանք ստեղ հստակ համագործակցում են, բայց այնուամենայնիվ էսեն մրցակցելով համագործակցելը չի, սա հստակ համագործակցությունն է միասնական նպատակով։ Իսկ երբ որ ասում ենք մրցակցելով համագործակցել, դա արդեն գալիս է մի կետ, երբ որ մենք կարողանում ենք մեր մրցակցի հետ համաձայնեցնենք ինչ որ դաշտեր, որտեղ մենք մրցակցության ինչ որ մի շեմ չենք հատում կամ չենք անցնում։ Օրինակ բոլորս հիշում ենք, թե ինչքան հաճախ Coca-Cola-ն եւ Pepsi-ն բարբերաբար գովազդներում մեկը մյուսին օգտագործում այն Mercedes-ը BMW-ն։ Mercedes-ը BMW-ն։
ես ավելի քան վստահ եմ, որ իրանք այդ համաձայնությունը ունեն իրար հետ եւ չեն անցնում ինչ որ մի շեմ։ Շատ գեղեցիկ բան ասացի, նույնիսկ այդ օրինակն է քաղաքականության հետ, երբ որ առաջի համարը ընտրում է երկրորդ համարին, ու միշտ առաջին ու երկրորդ իրար հետ են խաղում։ Այն ու ամեն ինչ անում է, որ դաշտը լցվի միայն առաջինով կամ երկրորդով, այսինքն ոչ մի ձև երրորդը չհայտնվի։ Դա հենց դրա մասին է շատ։ Կամ երբ որ մրցակցային խմբում, որտեղ որ կան օրինակ, չգիտեմ, 5 կամ 6 խաղացող, եթե խաղացողներից ինչ որ մեկը իրան թույլ է տալիս անցնել օրինական կամ թեկուզ բարոյական սահմանները եւ սկսում է բոլորին մյուսներին խանգարել իր մրցակցությամբ, ստեղ էլ իմ կարծիքով, երբ որ մրցակիցները միավորվում են այդ խնդիրը լուծելու, էլի իրանք մրցակցելով համախմբում են իրանց ուժերը եւ համագործակցում։ Այստեղ մի կարևոր բան կուզենայի ավելացնել, հենց կապված այդ ոլորտային միությունների հետ, ոլորտային միությունները իհարկե իրենց դերը շատ դրական կատարում են, նաեւ այլ տիպի միություններ, վերջին տարիներին այդ ակումբներ, դարձել են բավականին տրենդային ու ես քանի որ մի քանի միության ակումբների անդամ եմ, զգում եմ դա ինչ դրական փոփոխություններ է բերում, հենց իրար ճանաչելու տեսանկյունից, որովհետեւ համագործակցության համար առաջին քայլը իրար ճանաչելն է, ըստ այդ մաս սկսում համագործակցությունը։ Մինչև հիմա դիտարկվում էր այդ ոլորտային միությունները որպես ուժ հավաքվում են իրար հետ պայքարելու պետական տարբեր կամ այլ տարբեր կարգավորումների դեմ, ասենք լոբինգի եւ այլ նպատակներով։ Այս վերջերս լավ տրենդ կա, շատ դրական, որ հենց իրար հետ համագործակցելով, իրար հետ շուկա փնտրելու, իրար հետ հաճախորդին կրթելու, իրար հետ որոշակի կանոնակարգեր մտցնելու, այդ միտումը վերջին ժամանակները զգացվում է, ու կան դա շատ ոլորտային, ասենք գինեգործների միությունն է, չէ, ոսկերիչների միություն կա, туриզմի ոլորտի հետ կապված մի քանի միություններ, նորաձևության միություններ կա, տեսնում ես, իրար հետ համատեղ իրար կողք են կանգնած, իրար հետ համատեղ ծրագիր են անում ու իրար ճանաչելով արդեն ճանաչելը դա առաջին քայլն է համագործակցության գնալ, եթե չես ճանաչում, չես կարող համագործակցել։ Տեսեք, թվում է թե օգուտները ակնհայտ են։ Այսինքն, ինչ եմ ասում, այս երևույթը ինքը ինքանով վտանգավոր է, որ ասում ես, հա դե եկեք անենք, որ ինքը հիմա ինչի՞, բայց մարդկային ֆակտորը այստեղ այ դրան է ուզում գայ, որոնք են իսկապես բարից չքողարկենք էլի այն խոչընդոտները, որովհետև այդ բոլոր կողմերից հետաքրքիր երևույթ է։ Այո, պետք է դա կիրառվի, բայց չի կիրառվում։ Ու արդյունքում ոլորտը վարի գնում։ Դրա վառ օրինակը, տեսեք, մենք ունենք ոլորտներ, որ հենց հիմա մեր երկրում, հա, իրանք լուրջ վտանգի տակ են, հա, փոքր միջին բիզնեսի հետ կախված, հա, e-commerce-ը ինքը արդեն ինքը իրանով շատ կարևոր, շատ դրական երևույթ, շատ մաչելի ապրանքներ, որոնք թվում էր թե երբևիցե Հայաստան չեն հասնի, հասան, հաճախորդի տեսանկյունից շատ լավ է։ Բիզնեսը ոչ թե պետքա պայքարի, որտես Անվեր ջան ապրես, դուրս են գալու, ասում են եկեք փակենք այս e-commerce հարթակը։ Այսինքն եկեք պայքարում են մի բանի դեմ, որը հնարավոր չի փակել։ Ձմեռն է ցուրտ է, ժողովուրդ ջան, դուրս եկեք, կառավարությունից պահանջեք, թող ձմեռը փակի։ Եկեք ձմեռ չլինի։ Ակնհայտ ճշմարտություն է, էլի, եկեք դուրս գանք, հանրակրվե անցկացնենք, որ ձմեռ չլինի Հայաստանում։ Անունը դրենք ու շաշում։ Ուղղակի այստեղ մարդկային ֆակտորը ամենակարևոր ու ամենաբացասական ազդեցություն ունեցող գործոնն է, ինչ տեսանկյունից, որ խոսքը գնում է արդեն, որ խոսում ենք հայաստանյան միջավայրում մրցակցության մասին, մրցակցությունը խոշոր ընկերությունների մեջ, մրցակցությունը դիտարկվում է հիմնադիրների միջև, այլ ոչ թե բիզնեսների միջև։ Այստեղ կարևոր է, իսկ հիմնադիրներն են իրար հետ պայքարում, բիզնեսի, ոչ բիզնեսները։ Օրինակ ասեմ, արդեն ինքը անցել է անձնական դաշտ եւ հայաստանյան բիզնեսն է այդպեսին, եվրոպական կամ ամերիկյան բիզնեսը ինչպեսին աճացնում ես, որ թանկնով վաճառես։ Մեր մոտ աճացնում ենք ու ասում ենք, այս լավ էլ բիզնես է, ինչու վաճառենք։ Ու մնում է մեզ։ Ինչ եմ ուզում ասեմ, այս տեսանկյունից այո։ Բայց այստեղ չեմ համաձայնում, որովհետեւ ոչ բոլոր եվրոպական բիզնեսներն են այդ կոնցեպտով։ Շատ բիզնեսներ կան, որ իրանց համար այդ հենց էլի նույն ձևի ընտանեկան, որ այս մերնա պիտի պահենք, բացառությամբ ընտանեկանի, հա, որովհետեւ օրինակ սենց ընտանեկանների իր հերթին, չնայած դա էլ է խարխլվում, մենք առանձին հաղորդում ենք դրա մասին ունեցել, հենց ընտանեկան բիզնեսների էվոլյուցիան ինչպես է տեղի ունենում, բայց IPO ասածը ինչ է Եվրոպայում, Ամերիկայում տարածված, որովհետև պատրաստ են իրենց բիզնեսի մեծ մասը վաճառելու, չիմանալով ով է սեփականատերը։ Հիմա մենք պատրաստ ենք, չիմանալով ով է լինելու մեր բիզնեսի սեփականատերը, վաճառենք դա։
ուզում եմ ասեմ այդ սահմանը կա ու մի Ես օրինակ եմ հասկանում Սամվել ջան, որպեսզի մենք այսինքն այդ մրցակցելով համագործակցելը քո տեսանկյունից ինքը գտնվում է այն դաշտում, որտեղ որ դու արդեն քո բիզնեսին ես վերաբերվում որպես product առանձին ես ուզում եմ ասեմ որոնք են խոչընդոտները բարեբախտաբար արդեն հաղթահարվում են, որովհետև սերունդը փոխվում, մտածելակերպը փոխվում, տեխնոլոգիաներ են փոխվում, ուղղակի համեմատեմ ենթադրենք 15 տարի առաջ ինչ տեղի ունեցավ, որ ես գնացի Հնդկաստանում մի գործընկեր ձեռք բերեցինք, որ ուզում էր 10 միլիոն տուփ մարինացված բամիա, ու երբ որ եկանք այստեղ 11 պահածոների գործարանի հետ խոսեցինք, որ համատեղեն իրենց ուժերը ու համատեղ կարողանանք մատակարարել, ոչ ոք չհամաձայնվեց մյուսի հետ համագործակցել, հիմնական պատճառը անձնական պատճառներն էր, հիմնականում, հա, ու այդ լուրջ հիմա բարեբախտաբար նմանատիպ դեպքեր քիչ են հանդիպում, որովհետև այն անձնական մտածելակերպը ավելի ոնց որ անձնական շահը արդեն զիջում է բիզնեսի շահերին։ Միգուցե դա տրամաբանական էվոլյուցիոն ճանապարհ է, որ մենք պիտի ապրեինք։ Հնարավոր է, մենք ընդամենը 32 տարի ենք ռեալ բիզնեսի մեջ։ Որովհետև դա լրիվ նորմալ է, էլի, մարդը ու մեկ էլ եկեք շատ կարևոր է, որովհետև սրա մասին երբ որ խոսում ենք, տպավորություն մենք պետք է շուռ գանք ու քարկոծենք այդ գործարարին։ Իրականում մենք խոսում ենք այն նպատակով, որպեսզի ավելի լավ լինի ու հակառակը գովում ենք, որովհետև այդ 30 քանի տարվա մեջ, հա, մենք փառք Աստծո գոնե ունենք այն բիզնեսը, որ ունենք։ Ու ունենք արտադրող իրական սեկտորում աշխատող բիզնես, արդյունք ստեղծող միայն նույնիսկ ՏՏ ոլորտում արդյունք ստեղծող, հա, պրոդուկտ ստեղծող ընկերություններ, ու իրանք ցավոք քիչ են։ Այստեղ է հարցը գալիս, որ իրար մեջ շատ դեպքերում իրանք իրար չեն տեսնում։ Սամվել ջան շատ լավ հարց բարձրացրեցիք, անձնականը որպես կարևոր։ Երկրորդը մենք խոսեցինք միությունների մասին, հա, ակումբների, միությունների մասին, որոնք շատ կարևոր դեր են տանում, հա, մշակույթի հետ, բայց դա շատ կարևոր բան կա։ Երբ պիտի այդ սիգնալը հնչի, որ եկեք իրար հետ համագործակցենք, մրցակիցներ։ Երբ որ ոլորտը արդեն քանդվում է, չէ իհարկե։ թե ում մոտ է էլի, ում մոտ է այդ զանգակը, որ ժողովուրդ, եկեք մենք սրճարաններով, որ պայմանական կոնկրետ քեյս եմ ասում, սրճարաններով մի բան փոխենք, որովհետև եթե մենք բոլորս գոռում ենք, որ համով սուրճ է, Երևան քաղաքը ինքը իրանով սիրուն է, Գյումրի սիրուն է, Գորիս բոլոր մեր քաղաքները գրեթե կենտրոնական հատվածները շատ սիրուն են։ Ու մարդը կարող է take away-ով իր սուրճի խնդիրը լուծի, կամ օֆիսում կարող է այդ ապարատը դնի եւ թանկանոց իտալական սուրճը առնի եւ այսուհետեւ ունենա այդ սուրճը իր օֆիսում գրասենյակում, էլ չգնա սրճարան։ Սրճարանը երբ պիտի իրար հետ հասկանան այդ մրցակցելով համագործակցել, հա, ու ստեղծել, որ հասկանան սրճարանը դա միջավայրի մասին է, սուրճի մասին չի։ Այո, բայց այստեղ էլի ակումբների միությունների հարցն է, որ բարձրանում, որովհետև սրճարանները հիմնականում վերջին տարիներին ստեղծվել են թե ոլորտի գիտակների, մասնագետների կողմից, թե ոչ գիտակների, որտեղ տեսնում են գործերը լավ է, շարժ կա, աճ կա, եկեք կողքից 1-2 սրճարան բացենք, ու այստեղ տարբեր մասսա է հավաքվում ու իրար հետ համագործակցությունը խնդիր է լինում, բայց դա ֆիլտրվում է ընթացքում։ Ինձ թվում է ինչ-որ մի պահ գալու է, վերջին տարիներին շատ լուրջ դրական ազդակներ են ես, թեկուզ որ ասենք միտում բաների միությունների տեսանկյունից, թե մարդկանց մտածելակերպի տեսանկյունից, թե շատ կարևոր բան եմ ասում, հաշվի առնելով այն փորձառությունը, հա, մարդիկ սկսել են ստորադասել անձնական շահը բիզնեսի շահից։ Առաջ նմանատիպ խնդիր գոյություն ուներ, դրական են փոփոխությունները, բայց երբ պետքա այդ կոճակը սեղմվի ու ով պետքա այդ կարմիր դրոշակը բարձրացնի, դա շատ ինդիվիդուալ որոշից կախված։ Տարբեր երկրներով որ աշխատում ենք, եւ ջան կուզենամ մի հատ վերադառնանք, հիմա շատ կարևոր է այդ երբին, էլի, որովհետեւ տեսեք կար մի բում, չէ, ռուսալեզուները մեծ քանակությամբ Հայաստանում, Ղազախստանում, Ղրղստանում, Ուզբեկստանում բոլոր տեղերը հայտնվեցին Թուրքիայում։ Ղազախական բանկերը շատ արագ կարողացան փաթեթներ մշակել ու գրեթե բոլորի փաթեթներն ու առաջարկները տպավորություններ, որ մի գրասենյակում է ստեղծված։ Շատ մոտիկ էին, իհարկե կային մրցակցային թեմա մնացել էր, բայց իրանք հաշվի էին առել այդ հոսքը ու առաջարկները շատ արագ մեր պարագայում դա ցայտնոտային իրավիճակ էր մոտ 8 ամիս։ Մինչև հաճախորդը չասեց Ժորժ ջան, բայց ախր ու հետո երբ որ զգացինք որ այնտեղ արդեն տուժում ենք, որտեղ արդեն մրցակցում ենք այստեղ եւ այնտեղ։ Ի նկատի ունեմ այդ կարևոր բան կա, չէ՞, դու պրոակտիվ ես, թե ռեակտիվ ես, էլի, այսինքն երևույթ է կատարում։ Ոնց կարաս դու այդ երևույթը անտեսես։ Քո տանը դու նկատում ես, որ քո տան անդամների հետ արդեն առելի մեծ քանակությամբ ապրանք e-commerce-ով են պատվիրում։ Կամ նույն բանը, մենք բոլորս մտածում ենք, որ մեր ֆերմերական ապրանքը, տեսեք, բոլոր արդեն աշխարհում գիտեն ինչ է նշանակում ֆերմերի ապրանք
եւ գիտեն ինչ է նշանակում massայական product։ Մենք միջև այսօր իրար բախում ենք ու չենք ուզում տարանջատենք։ Եղբայր շատ նորմալ է որ դու պիտի ֆերմերի ապրանք ունենաս, ու ինքը պետքա մի քիչ թանկ լինի, ու ինքը, բայց այդ իրար հետ երբ եք դուք սկսելու համագործակցել, մի հատ label ստեղծել կամ մի բան անել, պարտադիր է չի նույնիսկ նույն գործարանը ունենաք, հա։ Ես երազեմ որ Վալյոյի օրինակը լինի, իդեպ Հնդկաստանն էլ ունի նոր օրինակը, Հնդկաստանի պարագայում դա կատաստրոֆիկ բան է, որ ապշած է մնացել։ 835,000 ֆերմեր է միացել իրար։ Դե պարզ է Հնդկաստանն էլ միլիարդ ու կես է, հա, արդեն 2-ին ամոթենում, բայց շուրջ 835,000 Լավ, մեր ուր են 50-ը որ իրար միանան։ Ես ավելացնեմ խոսքը փոխանցեմ Գևորգին, ուղղակի ես մեր հաղորդումներից մեկում, որը հայկականությանն էր վերաբերում, այդ հաղորդման տակ մեծ թվով մեկնաբանություններ կա ու նաև այդ առաջարկությունը, թե ինչպես հայկական բրենդ, հայկական անուն, հայկականություն ստեղծել ու առաջ տանել, այդ մասին կարելի է մտածել։ Գևորգ ջան, ես իրականում ռեակտիվ համագործակցությանը չեմ հավատում, որովհետև հատկապես մեր իրականության մեջ, երբ որ մեր բիզնեսները այնքան ինստիտուցիոնալ չեն, որ բոլորի մոտ որոշումների կայացման արագությունը նույնը լինի։ Այսինքն, երբ որ գալիս արդեն խնդիրը կա եւ մենք պիտի համախմբենք ու այն խնդիրը լուծենք, այն խնդրի առաջ են կանգնում, որ մեկը պատրաստ է որոշումը կայացնել 5 րոպե, մեր մյուսն ասում է, բայց ինձ 5 օր է պետք է որոշումը կայացնելու համար։ Դրա համար մենք պիտի արդեն ունենանք այդ հստակ մոդելը ու հարթակը որտեղ է ու ոնց է որոշումները կայացվում, այսինքն լինենք պրոակտիվ համագործակցության մեջ, որպեսզի խնդիրներին կարողանանք արագ ռեակցիա տանք։ Բանկերի դեպքում օրինակ ինձ հետաքրքիր է, եթե կա շատ բավականին կայուն բանկերի միություն, ոնց է օրինակ որ չեն կարողանում իրանք համատեղ որոշման կան եւ այսենց օրինակ դեպքերում համագործակցելով գնան առաջ, բայց իմ կարծիքով շատ ոլորտներում համագործակցության հարթակը պետք է ի սկզբանե լինի, որ երբ որ լինի խնդիր, իրանք կարողանան արագ հավաքվեն ու որոշումներ կայացնեն, որովհետեւ իրոք խնդիրը լինելու դեպքում արդյունավետ որոշման կամ լուծման դժվար է գալու։ Ես ճիշտ եմ հասկանում, խնդիրը եկեք այն ճանապարհը, որ խնդիրը միշտ կա։ Ասմալը պրոստը ձեզ չի եկե հասել, էլի, բայց խնդիրները կան։ Հիմա օրինակ կները Սամվել ջան, ուղղակի վերադառնանք նաև դու բանի օրինակը բերեցիր, առևտրային ոլորտի օրինակը չէ, բերեցիր։ Ես պարբերաբար մտածում եմ, ինչու՞մ է խնդիրը, որ մեր օրինակ վերցնենք երկու շուկաներ, հա, Փետակի ու Սուրմալուն։ Ոչ մեկի մտքով օրինակ չի անցնում թվայնացնել Փետակի ու Սուրմալուի ապրանքները, դնել առաքումը ոչ թե 2-3 կամ 5-7 օր, ոնց որ Վալբրիսն ու Օզոնն են անում, այլ օրինակ 24 ժամ կամ մաքսիմում 48 ժամ, եւ ունենալ հարթակ, որտեղ մարդիկ կարան մտնեն ու տեղում պատվիրեն։ Ես չեմ կարծում, որ այն ապրանքները, որոնք կան այդ հարթակներում, գոնե 70%-ը Փետակում ու Սուրմալուում կա, գների տարբերությունը, եթե ոչ ավելի քիչ մաքսիմում, չգիտեմ, 10% է երևի, ինչու՞ չի արվում սա։ Որտեվ շատ մարդիկ այսօր էլ չեն գնում այդ շուկանից առևտուրանը, որտեվ գիտեն կարան Վալբրիսով պատվիրեն։ Ու բերում են ու ապրես, հենց դրան եմ նայեք շատ դեպքերում ինքը չգիտի այդ ապրանքը ինչ արժի Փետակում։ Ու Փետակի ժողովուրդը ասում են գնացել են թանկ առել են։ Իրանք ռեսուրսը ծախսում են բողոքելու, կառավարությունից ինչ որ բան պահանջելու, փոխարենը աշխարհից հաճախորդին փնովելու, այս չեն հայրենասեր հայերը, մեզանից չեն առնում ղրղզներից կոշիկ են առել։ Եղբայր, իրանք կոշիկը չեն առել կոնկրետ, չեն իրացի ումից են առել։ Իրանք հարմարը, որտեվ այդ կոշիկը եկել է իրանք տանտակը, իրանք իջնելու են, փորձեն ու կամ ընտրելու են կամ չէ։ Այ ամբողջ խնդիրս ինչին եմ ասում, էլի Երբ հազդա պետքա, չէ՞ որ մենք պետքա գիտակցենք, որ աշխարհը փոխվում է, իսկ փոխվող աշխարհում, հա, ոչ ոք ու այդ փոփոխությունը երբեք արդարության մասին չեն։ Փոփոխությունները միշտ արդյունավետության մասին են։ Հետևաբար բոլորը ընտրում են ավելի արդյունավետ ճանապարհ։ Ամեն հարցում երբ են իրանք, որտեվ ինչ եմ ասում, ազդակներ պետք, ազդակները ինչ որ մի կազմակերպ, ով այդ զանգ տվողը։ Նայեք, ասեմ մի քանի օրինակներ, հա, ասենք Բայ-Արմենիան հարթակը։ Ասենք իդեալական հարթակա, երբ որ մարդիկ հասկացան, որ ոչ միայն իրենք պետք է վաճառեն, այլ համագործակցեն։ Իրենք ոչ միայն պետք է իրենց մասին խոսել, այլ ուրիշների ապրանքները գովել, նույնիսկ եթե մրցակցություն է, որովհետև իրար հետ միանալով ուզում են աշխարհը գրավեն, ուզում են մտնեն այլ շուկաներ, այսինքն փոքր նեղ տարածքից դուրս են եկել։ Ինչը նշանակում է Բայ-Արմենիանը նմանատիպ հնարավորություն ստեղծեց, մեկ ազդակ։ Երկրորդ ազդակը, ինչ որ օրենսդրական փոփոխություն է լինում, ցավոք սրտի վերջին տարիների նմանատիպ դրական օրենսդրական փոփոխություն չի եղել, բայց պահի տակ ինչ որ օրենսդրական փոփոխություն է լինում, որ մարդկանց ստիպում է իրար հետ համախմբվել ու մտածել ոչ թե պայքարել
դեմ, այլ հանուն ինչ որ մի բանի, հա, քաղաքական փոփոխություններ են լինում, օրինակ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմ, գլոբալ աշխարհաքաղաքական հնարավորությունները, մեկ էլ մի քանի հոգի միավորվում են, ինչ որ ուղի են սարքում, հա, Հայաստանից դեպի այլ երկրներ ինչ որ բաներ տանելով։ Ճիշտ է, լավ է, վատ է, բայց ինչ որ գումարներ է ամեն դեպքում գեներացվում, մնում է ոնց որ այստեղ։ Այդ կարևոր է խնդիրը, այդտեղ իրավիճակային մարքեթինգի մասին չի խոսք, այլ իրավիճակային բիզնես անելու, կարճաժամկետ։ Այստեղ մեկ ուրիշ խնդիր կա, որ կարճաժամկետ մտածելակերպն է զարգանում այդ իրավիճակում ոչ երկարաժամկետ, այսինքն այս պահին հայեր են ասած կպավ, հաջորդ քայլը կտեսնենք ինչ կլինի, բայց ամեն դեպքում փաստը նա, որ այդ զանգերը, զանգ տվողները տարբեր իրավիճակներ, մի մարդ որ ստեղծում է հարթակ, մի հատ օրենսդրական նախաձեռնություն, մի հատ աշխարհաքաղաքական ինչ որ մի նոր հնարավորություն եւ տարբեր իրավիճակներում տարբեր ոնց որ ազդակներ են հնչում։ Հիմա տեսեք խոսում են սահմանները բացելու մասին, հյուսիսում, հարավում, չգիտեմ, ու կան ինչ որ մարդիկ հիմնականում առևտրական, վաճառական, հա, այդ հնարավորությունը, որ վարկյանական կարողանում են օգտվել, որոնք լուրջ բան ունեն, պոտենցիալ ունեն, էլ այտենց միտք, արագություն, ճկունություն, հարմարվելու հնարավորություն, որոնք վարկյանական կօգտվեն դրանց, քանի դեռ մի 90%-ը խոսի արժեր բացել, չարժեր բացել, ինչու այդպես, հա, իրանք ոնց որ կօգտվեն, ուղղակի որ հասարակությունը չի միանում այդ ընդհանուր գաղափարախոսությունը չկա, ժամանակավոր բնույթ է բաց լինում դա։ Տեսեք, այս վերջին տարիներին ինչ լավ կլիներ այդ կանալները, այդ ուղիները դարձնեին իհարկե պատկերացրեք ինչ կարող լիներ, չէ, կետայինը փոքրիկ մի հատ փոփոխություն լիներ օրենսդրական, որ ապրանքը ռեէքսպորտի վրա ինչ որ 1%-ով մի հատ արժեք ստեղծվեր Հայաստանում, որտեվ երբ որ ես նայում եմ հունվարի թվերը, որ արտահանում են պայմանական 49%-ով նվազել է, հա, այսինքն դա կատաստրոֆ է։ Ինքը կատաստրոֆա ոչ թե նրա համար, որ մենք ինչ որ բան կորցրեցինք, չէ, մերն է չէր։ Այսինքն դու ընդհանրապես հասկանում ես, որ փաստորեն այդ հնարավորությունը սկսել է պակասել։ Նշ էլի որ դու ուրիշ համար չկա էլ։ Հա, մի հատ կարևոր բան կա, եկանք մի հատ շատ հետարքիր մի տեղ, Ժորժյան, իսկ ինչ նախանգարում գործարարին, որովհետև սա ընդհանրապես մենք եկանք մի շատ կարևոր տեղ, եթե համաձայնվեցինք, հա, որ սա որոշումների կայացման հետ է խնդիր ունի, այսինքն բոլորը գիտակցում են, եթե դու բոլորս հասկանում եք, որ սա շատ լավ բան է։ Հա, ես ինչի ասացի այն ընկերությունի հետ, որ մենք համագործակցում ենք, այսուհետև դա KPI-ով է դրված։ Ցանկացած մարքեթինգի մասնագետ երամսյակում պետք է ցույց տա, թե ոնց է ինքը մրցակցի հետ համագործակցել։ Պարտադիր։ Որովհետև այդ կենասների մակարդակով բոլորը ասում են մենք պատրաստ ենք։ Բոլորին դա հետաքրքիր է, բոլորը դա ուզում են անել, բայց ոչ ոք չի անում։ Արդյունքում ոլորտն է տուժում։ Որտեղ ոլորտի առաջատարները, օրինակ պայմանական, ես ինչի ասեմ, մեր կողմից սիրված հայաստանյան հրուշակեղեն արտադրող ընկերությունները, հա, եթե ժամանակին մրցակցելով համագործակցեին, այսինքն դու պատկերացնում եք, ԱՊՀ բոլոր երկրները ապշած էին նայում Հայաստանում աշխատող այդ ընկերությունների առաջադիմությունից, հետաքրքիր տեխնոլոգիաներից, պրոդուկտից եւ այլ։ Բայց եթե ժամանակին իրանք մի պահ նույնիսկ ներքին շուկայում մրցակցելով համագործակցեին, այս չենք ունենային իրավիճակ, որ մենք այսօր ունենք մեր ներքին շուկայում, երբ որ առել է մեծ կտորը, արդեն ներմուծվող է։ Ու ներմուծողը իր ոնց են ասում նվերը ստացել է նրանով, որ սրանք ընդհանրապես արյունալից մրցակցում են։ Ոչ մի ձևի համագործակցության ֆորմատ չկա։ Այսինքն արդեն մի բան ասեց, ֆակտորներից մեկը, հա, անձնականը, որ իմ կարծիքով շատ կարևոր է, որովհետև չեն կարողանում տարանջատենք անձի փաստը բիզնեսից եւ հասկանանք, որ ստեղ հնարավորություն կա, սպասի ես, չգիտեմ, իմ անձնական վերաբերմունքը մյուս կազմակերպության, չգիտեմ, տնօրենին կամ հիմնադրին դնեմ մի կողմ եւ համագործակցեմ։ Այս մեկ։ Երկրորդը խոսեցինք նաեւ դրա մասին, մրցակցին լավ չճանաչելը։ Այսինքն այդ չճանաչելը մրցակցին դառնում է որոշակի մեր համար ստեղծում է վախեր, որ մենք քանի որ չգիտենք իրան շատ լավ, մենք չգիտենք ում հետ ենք համագործակցության գնում, կամ մտավախություն, որ դու այնտեղ կարող դուժած դուրս գաս, բասպասի ուրեմ գնում, ես իրան չեմ ճանաչում։ Մի քիչ էլ եթե փիլիսոփայական նայենք, ինչպես ցանկացած հարաբերության մեջ, ինչ են հոգեբաններն ու փիլիսոփաները ասում, վախեր
վախերը գալիս անենց, որ մենք մեզ լավ չենք ճանաչում։ Այսինքն բիզնեսը ինքը իրան հələ այնքան լավ չի ճանաչում, ինքը չգիտի որոնք են իր իրական թույլ ու ուժեղ կողմերը, որ ինքը վախում է գնա մրցակցի հետ համագործակցության։ Ես այսքանով խոսում եմ, որ դրանք անցնենք, որովհետև շատ դեպքերում մենք չենք գնում այդ համագործակցության, որովհետև ես նույնիսկ ինչ չգիտեմ, ես իմ ռեսուրսները չգիտեմ, արա չեմ ուզում էլի կլինի ասես փակ ոնց աշխատենք էլի, եղբայր կլինի։ Այդ վախերը, որ մենք չենք ճանաչում մեզ, մեր բիզնեսը այնքան լավ չգիտենք, որ մենք ուժեղ թույլ կողմերը, որոնք են, այո, մեր ուժեղ ու թույլ կողմերը ստիպում է մեզ անընդհատ հետ կանգնել հատկապես մրցակիցների հետ համագործակցելուց։ Շատ բիզնեսմենների, շատ գործարարների այդ նաև հետ ապահովում ցանկացած այլ կազմակերպության հետ համագործակցությունից, ոչ միայն մրցակից կազմակերպության հետ, բայց մրցակիցների հետ էլ ավելի։ Իմ կարծիքով այս շատ կարևոր կետ է, որ մենք մի հատ պետք է լավ մեր բիզնեսը ճանաչենք։ Ես այն օրը մի հատ հետարքիր, որտեղից առաջացավ այս գաղափարը, վերջի պես մի հատ ասեմ ու ի՞նչ է հետարքիրը։ Չեմ ասի որ մեր մարզից, որտեղ մենք արդեն չպիտի էլի ապացուցենք բոլորս էլ այստեղ հավաքվածներս բավականին մեծ սեր հարգանք ունենք մարզում գործող մեր գործարաններին եւ ամեն ձևով, ամեն ծրագրով ցանկացած թեմայով աջակցության ծրագրերի մեջ են գտնվում։ Ուրեմն քննարկում է գնում երկու հյուրատան մասին։ Ու ինքը խոսակցության 80%-ը խոսում է նրա մասին, որ եկյանքում խանգարում է կողքի հյուրատունը իրան։ Դե կողքը չի, պայմանական կողք է, որ այդ նույն ասում է դե ինքը ես գինն եմ դնում, ես գինն եմ դնում, ասենց իրարից փախցնում ենք ու նստում մտածում ես, ասում ես դու գիտեք որ այդ աշխարհում ձեր կռիվը չկա։ Այսինքն մի քիչ որ zoom out լինեք, կտենաք որ այդ խնդիրը գոյություն չունի, դա քո անձնական խնդիրն է։ Իսկ ով է քեզ խանգարել, երկուսով իրար հետ միավորվեք, կողքը բավականին լուրջ տուրիստական գրավիչ վայր կա, հա։ Ինչու դուք միասին փաթեթ չեք մշակում։ Ինչու դուք այնպես չեք անում, որ ժողովուրդ ջան 5 շաբթի կամ ուրբաթ է, կիրակի է, անպայման դու պետք է ու շաբաթ օրը լինես Գյումրիում։ Պայմանական եմ ասում, հա։ Պետք է լինես Վանաձորում։ Ինչու այդ փաթեթը չկա բոլոր հյուրատների կողմից, որը որ դա հենց այդ մրցակցելով համագործակցությունն է, հա, պայմանական ավտոբուսը շարժվելու է, մի հյուրատուն չի կարող ավտոբուսը լինել, Երևանի կենտրոնից բերելու է քեզ Գյումրի։ Հետո դու որտեղ ուզում ես որ հյուրանոցում գնա մնա։ Բայց այդ երբ է դա սկսվելու էլի, որովհետև ակնհայտ են, օրինակները աշխարհում բավականին շատ են։ Ես մտածում եմ ինչն է խանգարում, որտեղ է այդ բանը էլի, որ ոնց են ասում, այդ ժալյուզովա քաշը, որ մենք չենք տենում էդի։ Ընկել ենք պրիմիտիվ զեղչերի հետևից, ապրանքը արժեզրկում ենք, էժան ենք տալի, ավելի էժան, որովհետև վերջում ուղղակի այդ զանգը տարբեր տեղեր է գտնվում, էլի, ասենք հաջորդ օրինակը բերեմ, Idea-ի հիմնադրամը մոտ 7 տարի առաջ իրենց հետ ծրագիր արեցինք հյուրատների հետ կապված Տաթևում, որտեղ շատ սուր մրցակցություն էր բոլոր հյուրատների միջև, բայց քանի որ բոլորը նույն բանն էին առաջարկում, դրանից էր մրցակցությունը։ Idea հիմնադրամի միջոցով տարբեր իրենց մրցակցային առավելությունները, ուժեղ թերի կողմերը, հնարավորություններ ու վտանգները դուրս բերելով հասկացանք, որ լավ ուժեղ կողմեր, թույլ կողմեր իր հերթին, հասկացանք, որ հնարավորություններից կարելի է օգտվել իրար հետ եւ վտանգների ազդեցությունը կարող է նվազեցնել իրար հետ։ Ու ինչ ստացվեց, սկսեցինք թիրախավորել, մեկը ընտիր ռուսերեն գիտեր, իրանք կենտրոնացրեցինք ռուսական շուկայի վրա։ Մյուսը ընտիր շփվում էր տարբեր մարդկանց հետ եւ այլն, ինչ-որ կորպորատիվ միջոցառումներ եւ այս ինչ ստացվեց, որ հաճախորդ է գալիս, ուղարկվում են մեկ ուրիշի մոտ, երբ որ այդպիսի բան անհնար էր պատկերացնել 1 տարի անց։ Ու երբ որ բոլոր հյուրատների անունները մեկ ամբողջական ցանկով հայտնվեց ճոպանուղու մուտքի մոտ, բոլորը զարմացել էին, ասում են իրանք իրար հետ չունեին, ինչպես եղավ, որ այդպես իրար կողք հայտնվեն, որում վիճակահանությամբ ստացվեց, թե ով որտեղ լինի, ով առաջին տողում, ով երկրորդ տողում եւ այլն։ Ինչ եմ ուզում ասել, այստեղ էլ ասենք մի կազմակերպություն, հանձնած Ռուբեն Վարդանյանի հիմնադրամի եկա, որոշեց, խնդիր տեսավ, ճոպանուղին կառուցեցին իհարկե, որից հետո արդեն հարց առաջացավ, այդ հյուրերը ինչ պետք է անեն գյուղում։ Պետք է մնան սերվիս, ծառայություն, հյուրատուն, համագործակցություն, որովհետև համագործակցության շնորհիվ կարողացավ այդ ամբողջը զարգանալ։ Ուզում եմ ասեմ, զանգը տվյալ դեպքում տարբեր տեղեր, այդ կարմիր դրոշակը տարբեր տեղեր են, եկի պետք է այդ պահին ինչ որ մեկը Բայ Արմենիայի օրինակը վերեցին, այլ տարբեր օրինակներ կարող ենք վերել, ինչ որ մի հատ կայծ է պետք միավորելու, դա չենք կարող հիմա կանխատեսել վաղը ով անելու, ինչպես է անելու։ Ուղղակի որ օրինակներ շատ լինեն, այս մեր հաղորդումները այդ օրինակը, որ դա լավ բան է, բոլորի շահերից է բխում,
պետությունից սկսած, բիզնեսից շարունակած եւ անձնական մակարդակ ավարտած։ Մենք նույնիսկ զգացել ենք արդեն տարին օր մեկնարկել, աշխատակիցների ոնց է դուր գալիս դա։ Աշխատակիցը լարվում էր, որովհետեւ ինքը շատ դեպքերում վաճառողը կամ ուզում է մի հատ մտնի, տեսնի մրցակցի մոտ ինչ կա։ Այ մարդ մտնի մի հատ մրցակցի սուրճը փորձի։ Բայց քանի որ բավու շեֆը տենա, բա որ երբ որ հասկացան, որ դա նորմալ երևույթ է, այո, ոչ թե կարող է, պարտադիր ես, ամիսը մեկ անգամ մի հատ մտնես, այդ մի հատ տեսնես։ Տարիներ առաջ մի այդպիսի դեպք կանոն չասեմ, իհարկե վատ դեպք է, ասենք մեկի հարցը մտել էր մեկ ուրիշի իր մրցակցի սրճարան։ Ես ճիշտ հասկացա, հարց։ 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 Հիմնադիրի, այսինքն ինչ որ մի սրճանի տնօրենի կամ հիմնադիրի հարցը, մտել է մեկ այլ սրճարան։ Ես սկսեցի վախենալ, որ ասած հարց թույլ տվել իրար։ Ես մտածեցի Սամվելից անհնար է սպասել։ Հարսը մտնել էր, մտածում որ 18+ թեմա է սկսվում։ Հես այս լույսերը կարմիր են դառնում։ Իսկ ինչ թեմա է սկսես, անհնար բան է, էլի։ Ընտանեկան լրջագույն կոնֆլիկտ էր եղել այդտեղ։ Այդ ընտանիքի մեջ, ինչպես ես դու քեզ թույլ տվել այդպեսի, ուրեմն քեզ տեսել են իմ մրցակցի, ու լիք են որ լրատվամիջոցներ եւ այլն այդ մասին բոլորը սկսել են խոսալ։ Նույնիսկ լրատվամիջոցներ։ Այո։ Կոնֆլիկտներ։ Հայաստանում ընտանեկան կոնֆլիկտները հաստատվել լրատվամիջոցներ։ Հայրը սիրում սերիալները, որովհետեւ սիրում ենք մտնել ուրիշի կենցաղ տեսնել։ Եկեք այսօր շատ խոսացինք զանգակի մասին, միանգամից այս արդից օգտվելով ասեմ, որ անպայման բաժանորդագրվեք օգտակար ալիքին, այդ բոլոր զանգակ, այդ ամեն ինչը դրեք, որովհետեւ պրակտիկան ցույց է տալիս, որ բիզնեսին վերաբերող զանգակները շատ հաճախ հնչում են հենց օգտակար ալիքով գործարար մտագրոյի շրջանակում։ Իրականում մենք այդպիսի բան քիչ ենք անում, ես խորհուրդ կտամ ամեն հաղորդմանը անել, որտեղ սիրում են մեր հաղորդումը ու հաստատ այդ գաղափարը դուր կգա, երբ որ ասենք անպայման բաժանորդագրվեք, անպայման զանգակը սխմեք, անպայման ամենակարևորը մեկնաբանություններ գրեք։ Ոչ ավել քան 3 հոգու հետ, թողես 3 հոգին բավարարը։ Թողես հաջողություն ընդամենը 3 հոգուն հասնի, մի հատ այսպեսի բան։ Եկեք այդ զանգակներ հիմա ինչ եք դուք նկատել, եկեք սանով ամփոփենք, էլի, որ ոլորտներում եք նկատել, որ ակնհայտ է, որ պետք է սկսվի համագործակցություն։ Հենց հիմա շատ կարևոր է։ Հակառակ դեպքում բոլոր այդ ոլորտի խաղացողները կտուժեն։ Քանի ոլորտ ենք ասում։ Ամեն մեկս 2 ոլորտ ասենք, երևի տենց։ Հերթով, հա։ Ես առաջինը ասեմ, գնացինք։ Տուրիզմը։ Լինի համագործակցություն հակառակ իմաստով։ Որակյալ համագործակցություն էր տուրիզմի ոլորտի աճը բազմապատիկ կլինի, ավելին քան համոզված եմ։ Շատ լավ, Գեորգ։ Իմ մտքին շատ բան եկավ, պրակտիկ բան եկավ, այն ինչ որ ես եմ բարբերաբար առնչվում դեղատնային ոլորտում։ Ջան։ Մենք ունենք մի շարք փողոցներ ու հատվածներ, որտեղ դեղատները կուտակված են իրար կողք բոլորը։ Ու ես քանի անգամ եղել եմ, որ ունենում եմ այս խնդիրը, որ մտնում եմ մի դեղատուն ինչ-որ բան եմ փնտրում, որ մի քիչ դժվար է գտնել, եւ ինձ ասում են, որ չունենք ու չգիտենք, որ դեղատները կարող է ունենան։ Բայց հենց կողքինը մտել եմ ու ունեցել է։ Ու ոչ մեկի մտքով չի անցել, որ օրինակ մի բան իրանք կազմակերպեն, որ մեկը մյուսին մի քիչ բան հասանելիություն ունենա, թեկուզ գոնե աշխատողի մակարդակում, արագ ճշտի ու օգնի, ասի գիտեք, ես ինչ տեղում կա, ու հաստատ հաճախորդը կգնահատի այդ օգնելը, ու այդ տվյալ դեղատունը, որը օգնեց իրան գտնել այդ ուրիշ դեղատնից, դեռ կպահի իր սիրելի դեղատների։ Ես հիմա քո ասածի տակ ստորագրում եմ, որովհետև պրոյեկտներից մեկը, որ մենք դուրս ունենք, դեղատներ են, ցանց, ու անպայման մտցել ենք այդ ֆորմատը, ինչու պարզվում է, որ մարդը սկսում է հիասթափվել ոչ թե կոնկրետ դեղատնից, այլ ընդհանրապես այդ թղամասի դեղատներից եւ այսուհետեւ ինքը գործի վայրում այն փորձում, ասում դե կենտրոնում այնց ավելի հեշտ է։ Այնինչ ծայրամասերի դեղատները պարտադիր պետք է, եկեք ծայրամաս չասենք, եկեք ասենք, հայրեն ինչպես կլինի Սպալնի միկրոռայոնը։ Ծայրամաս են։ Հա, շատ իրանք իրար հետ համագործակցություն լիքը թեմա ունեն, որտեղ իրանց միավորում է այն, որ դու հասնես տանը առնես դա, այլ ոչ թե մտածես, որ կենտրոնում կարաս առնես։ Կենտրոնում ցանկացած մարդ կարող է առնել, լավ։ Ես հաջորդը, որ ամենաշփվում եմ այդ թեմայի հետ, դա սննդի արտադրությունը արտահանման միտված։ Այդ եթե համագործակցեն վերամշակվող, հա, պրոդուկցիա, վերամշակվող, այո, ցանկացած վերամշակվող պրոդուկցիա, այո, որովհետև լինելով ներկա լինելով բազմաթիվ ցուցահանդեսներում, բազմաթիվ երկրներում հասկանում են, որ այդ համագործակցությունը ինչ էֆեկտ կարա բերի, որովհետև արտահանման մասին խոսում ենք, պետք է խոսենք առաջին հերթին քանակի մասին, հետո նոր որակի, փաթեթավորում եւ այլն, քանի որ քանակը չունենք, իսկ քանակը կարող է լինի, այդ Հնդկաստանի օրինակը լավագույն օրինակն է, համագործակցելով։ Միանշանակ։
մի ոլորտ էլ որ կուզենայի առանձնացնել փոքր ֆերմերներն են, գյուղատնտեսությունը փոքր ֆերմերների հետ կապված։ Այո։ Այսօր շատ նորարար տեխնիկա եւ մոտեցումներ անհասանելի է մեկ ֆերմերին, բայց հասանելի է 50 ֆերմերին, այսինքն եթե իրանք կարողանան միավորվեն իրար հետ լուծեն այս խնդիրը ու համագործակցեն իրար հետ, ոչ թե մտածեն, որ ոնց անեմ, որ իմ 5 կիլո խնձորը կամ խաղողը ավելի շուտ կան առնեն, քան իմ հարևանինը, ինձ թվում է շատ արագ կաճենք։ Այստեղ մի հատ միջազգային վիճակագրություն ասեմ, 1900 թվականի հետ համեմատած, երբ որ աշխարհի բնակչության 50%-ն էր զբաղված գյուղատնտեսության մեջ, 2000 թվականին դարձել է բնակչության 4%-ը։ 50-ից նվազել է 4։ Բացարձակ արժեքներով նույնն են բնակչության համեմատ, որովհետև 1900 թվականին 1 միլիարդ 600 միլիոն մարդ ապրել, հիմա 8 միլիարդ, բայց ուտող բերաններն են շատացել, հա։ Ու այդ 4%-ի միջև համագործակցությունը շատ ավելի էֆեկտիվ կլինի։ Հայաստանում ուղղակի մի քիչ հակառակն է, Հայաստանում գյուղատնտեսության մեջ շատ մարդ է զբաղված դեռ, որովհետև գյուղատնտեսության արտադրողականությունը բավականին ցածր է։ Դե մի քիչ եկեք դրան էլ արդարացենք, էլի մենք ցանկացած մարդ որ բնակվում է գյուղական համայնքում, մենք համարում ենք որ ինքը գյուղատնտեսության մեջ է։ Այսինքն մենք մի քիչ այդ ֆերմերի գաղափարը որ մի քիչ գործարարի դաշտ բերենք, կպարզի որ կմաղվի, մենք ընդհանրապես, այսինքն այ եթե մենք համարենք որ ֆերմերը այն մարդն է որ գոնե 100 կամ 60 աշխատակից ունի, մենք ավտոմատ իր թիմակից, այո, դե մենք մտածում ենք ինքը իրանով պայմանական մի հատ կով ունի, ինքը ֆերմեր է։ Ու արդյունքում ունենք 8000 ֆերմեր, հա։ Այնինչ կարող է պարզել մենք որտեղ ֆերմերի հետ այդ ֆերմերն է գործարարի մտածելակերպով, ինքը կգնա համագործակցության, միասին ինչ-որ մի հատ բան կհորինեն, այսօր պայմանականից իր թաղամասում կլինեն, վաղային իր թաղամասում, այդ գյուղ մթերքը կարողանա սպառել։ Գյուղատնտեսության մեջ համագործակցությունը դա առաջիկա 10 հաղորդման թեմա է։ Հա, ու մի հատ շատ ես եթե թույլատրեք, ասում փորձեմ ինձ շատ հաճելի մի հատ թեմայով էլ ասում, սուրճի թեմային անդրադառնամ, որտեղ ես համարում եմ, որ այդ մրցակցելով համագործակցելը անցյալ հաղորդման ժամանակ բավականին լիքը կոմենտներ կար ու մարդիկ ինձ այդպես փողոցում հանդիպում էին, տենց հայկական սուրճի այդպես թեման դարել է բավականին վարակիչ, որից ես շատ ուրախացել եմ ու մանավանդ ուրախացել եմ, որովհետև այս վերջերս հետաքրքիր մի հատ թրենդ կար, որ եղավ Թրամփի հայտնի արգելափակումից հետո կանադական ապրանքների, եկեք ասենք սահմանափակում, տարիֆները փոխվեց, ոչ թե արգելափակվեց, գների բարձրացում եղավ եւ ինչ եղավ Կանադայում, ժողովուրդ ջան, ամերիկանո սուրճը մասսայական կանադիանո, այո, մասսայական դառնում է կանադիանո, այսինքն ու դու նայում ես, հա, մարդիկ, այսինքն ու ես չեմ հանդիպել, որ մի հատ այնտեղ գրարում այն Կանադայի սնոբերը, որպեսզի չգիտեմ հայերենոց կլինի սնոբը, էլի, որպեսզի գրեն, բա Կանադայում սուրճ աճում է, որ Կանադանոն է, այսինքն այդ շատ կարևոր է, որ հայտնվի ինչ-որ մի հատ պրոդուկտ, որ ունեն բոլոր սուրճ սրճարանները, հայտնվեն ինչ-որ մի բաներ համագործակցելով, մենք հասկանանք, որ շատ դեպքերում այդ փոքրիկ միլիմետրանոց ինչու է այս երևույթը կարևոր, որովհետև ռեսուրսները Հայաստանում սահմանափակ են, շատ սահմանափակ մարտահրավերները բավականին շատ են, գործարարը միշտ գտնվում է ռիսկային գոտում, ցանկացած փոփոխություն առաջինը խփում է գործարարին, հա, ու իրան ասես մի հատ երկարատև մի բանի վրա մեծ գումար դիր, ինքը չի կարող, այնտեղ է գալիս այդ համագործակցելով, Սամվել շատ լավ բան ասեցիր, ռիսկերը կարողանում ես նվազեցնես, որովհետև մենք կարողանում ենք գոնե իմանանք այս պրոյեկտը միասին ենք անում, հա, ու այդ օրինակները իդեպ կար Հայաստանում շատ լավ օրինակ կար, երբ որ չգիտեմ ինչի ես վերջի տարին չեմ նկատել, միգուցե կա, ես եմ ընդամենը դուրս մնացել, հա, երբ որ խաշի սեզոնը ավարտվում էր ու ռեստորաններում մեկնարկում էր գարան սեզոնը, գարունա գարկ էր, ու դու նայում ես դա MBG խումբն էր նախաձեռնել, մենք համատեղ աշխատել ենք դրա վրա, բա, եւ ինչն էր հետաքրքիր, մնացած ռեստորանները թեմայի մեջ մտնում էին ու իրանք մեծ հաջողով կիսվում են, բայց ինքը ընդհանուր ոլորտին հաջողություն բերող է, որտեվ ոչ խաշն է մի ընկերությանը, ոչ է գառն է մի ընկերությանը, բայց արդյունքում ստեղծվում է մի հատ հետաքրքիր տուրիստական գրավիչ, ինչու ոչ նաև ուտելու, հա, ռեստորան գնալու մշակույթի ինչ որ մի հատ նոր գործելավոճ, ավտոմատ կհայտնվի բալավ հունիսին ինչի սեզոնա սկսում, իսկ աշնանը ինչի սեզոնա սկսում։ Մի խոսքով անծայրացիր հնարավորություններ կա համագործակցելու ու ամենակարևորը, սա միակ ցուցիչն է, որ դու իսկապես կարող ես ցույց տալ, որ քո մրցակիցը քո գործընկերն է, այլ ոչ թե քո թշնամին։ Իսկ մենք մեր երկրի մեջ չպիտի ունենանք թշնամիներ։ Մենք պետք է բոլորով փորձենք մաքսիմալ իրար հետ համագործակցել։ Կենաս դասավ։ Շնորհակալություն տղաներ, անպայման կիսվեք ձեր կարծիքներով եւ հետևեք
հետագա զարգացումներին, որտեղ ինչպես տեսնում եք, մեկնաբանությունները մեզ նաև ուժ են տալիս հաջորդ հաղորդումներին փոխվել, թեմաներ բերել, այսքանը։ Միշտ նոր հանդիպում։ Հաջողություն։ Ստեսություն։